Էրիկ Ասուլյանը շուրջ 1 տարի է ինչ ակտիվ գործունեություն է ծավալում Լուսաստղ բարեգործական հասարակական կազմակերպությունում։ Իր աշխատանքային ուղին սկսել է որպես կամավոր, իսկ այսօր կազմակերպությունում գործունեությանը զուգահեռ զբաղվում է նաև Բոչ Համարզաձևի մարզչությամբ։ 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Էրիկը ներգրաված է նախընտրական քարոզարշավի մշտադիտարկման աշխատանքներում։ Նրա ուշադրության կենտրոնում քաղաքական ուժերի կողմից հանրային խոսույթում ատելության խոսքի տարածումն է։ Վերցրել եմ եւ քաղաքական ուժերի հետ կապված, այսինքն քաղաքական ուժերի միջև այդ ձևի խոսույթները եւ ասենք քաղաքացիների հանդեպ քաղաքական ուժերի այդ խոսույթը դիմելաձև կամ ինչ որ ոչ կոռեկտ արտահայտություններ, կոռեկտ դիմելաձև կամ խոսելաձև եւ այդ ուղղությամբ ենք աշխատում։ Խոցելի խմբերի հետ կապված այդ ատելության խոսքի, ոչ կոռեկտ դիմելաձևերի հետ կապված այդ ուղղությունը քաղաքական ուժերի միջև դիմելաձևերը, խոսելաձևերը ինձ թվում է շատ կարելի ասել շատ վատ մթնոլորտատիր։ Չնայած նախընտրական քարոզարշավը դեռ շարունակվում է, Էրիկն արդեն հասցրել է փաստագրել բազմաթիվ դեպքեր։ Նրա դիտարկմամբ ատելության խոսքի հիմնական հեղինակները թե իշխանական, թե ընդդիմադիր խոշոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են։ Օրինակը քաղաքացուն անվանել համբալ։ Դա մոտավոր sense ասած դա ինձ թվում է ավելի անընդունելի է, քան ուժերի միջև իմելաձևը, որտեվ նախընտրական շրջանում քաղաքացուն այդ ձև անվանելը մի քիչ ավելի կամ ոչ sense հարգալից խոսելը, կարող եւ նաեւ վիրավորական խոսք չլինի, բայց ոչ հարգալից խոսելը նույնպես ինձ թվում է այդ շարքին է դասվում։ Օրինակ, չգիտեմ, հոգեկան հիվանդ անվանելը։ Արդեն գրեթե 1 ամիս է Էրիկի օրը սկսվում եւ ավարտվում է նախընտրական գործընթացին հետևելով, սակայն մինչ վերջնական վիճակագրության ամփոփումը նա կարևոր ուղերձ ունի թե քաղաքական ուժերին, թե հասարակությանը։ Բնակչությանը ուղերձ կանեմ, որ անպայման գնան ու մասնակցեն ընտրություններին, ասենց դա իրենց իրավունքն է ու պետք է օգտվել այդ իրավունքից, որովհետեւ այդ էլի այսօր ասենց ասած երկրին դա է դարձնում ավելի ուժեղ։ Եթե ամեն մեկը տենց մտածի, որ չի իմ ձայնը ոչ մի բան որոշի չի, դա ինձ թվում է ավելի շատ կվնասի թե երկրին, թե քաղաքացուն։ Քաղաքական ուժերին ավելի շատ ցանկանում եմ, մաղթում եմ, որ ավելի հանդուրժող լինեն, ավելի հանդուրժողական լինեն մարդկանց եւ իրար հանդեպ։ Էրիկը եւ գործընթացը մշտադիտարկող բազմաթիվ մասնագետներ ահազանգում են նախընտրական պայքարը պետք է կառուցվի գաղափարների ու ծրագրերի մրցակցության, այլ ոչ թե թշնամանքի եւ վիրավորանքի վրա։ Իսկ հանրային խոսքում հանդուրժողականության պահպանումը կարևոր նախապայման է առողջ քաղաքական միջավայր ձևավորելու համար։